Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Զինայդ նախագիծը։ Եվ այս մեկ ամսվա ընթացքում ես փորձեցի մեր ծրագրի շրջանակներում ձեզ ներկայացնել ազդեցիկ կանանց հետաքրքիր թողարկումներ։ Եվ այդ բոլորը մեկտեղ էլ ամփոփում։ Այո, այսօր ապրիլի 7-ն է։ Եվ ես որոշել եմ ինձ մոտ տաղավարում լինի այն ազդեցիկինը, որ երկար տարիներ կարողանում է իր բռի մեջ հավաքել իր շրջապատին։ Շատերին կարողանում են նաև ասել, որ մենք կանք կլինենք։ Շատ տեղերում էլ ասում է, որ կարող ենք լինել եւ վաստակավոր մամա, եւ նաեւ կարող ենք լինել արվեստի վառ ներկայացուցիչ։ Այսպես շարունակելի։ Եվ նրա մասին րոպեներ անց, թե ով է լինելու մեզ մոտ տաղավարում։ Այս բանը ես շնորհավորում եմ մեզ կանանց։ Այս մեկ ամիսը տղամարդկանց էր, մերը չէր, որպեսզի փորձ անեն, թե ինչպես կարելի է օրինակ մի ողջ տարի կնոջը չգիտեմ, խոսքերով շռայլել, նվերներով, գոնե մեկ-մեկ ականջի տակ ասել, որ սիրում են մեզ, գնահատված լինելը, հավատացած եղեք, բավականին հաճելի երևույթ է, ու մի բան էլ հարգարժան տղամարդիկ, եթե չլինենք մենք, ձեր կյանքը եւ անգույն է, եւ դատարկ է, եւ զրո, չնայած որ առանց ձեզ մենք նույնպես զրոյացված ենք։ Չեմ ուզում վարկաբեկել, բայց ուզում եմ հասկացնել նաեւ այն տղամարդկանց, ովքեր որ շատ վերջերս արտահայտում են մի նախադասություն, որ ասում են իսկ դու ում ես պետք, հիշեք, որ այդ նախադասությունը նշանակում է մեզ համար վնիմանիա, մարշ, դեպի վպիրյոտ։ Այդ ուղղակի որպես սկզբի համար կարգախոս։ Իսկ թե ով է լինելու մեզ մոտ տաղավարում, կիմանաք րոպեներ անց։ Ապրիլի 7-ը մեկնարկեց։
Դե ինչ, ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ ասեցին, դե չենք էլ կասկածում, որ Ակոպովնայի հյուրը լինելու էր հենց ինքը, որովհետև վերջի ժամանակահատվածում բավականին ակտիվ գործունեություն է ծավալում, բայց դուք վստահ եմ, չգիտեմ ինչքանով գիտեք թե ոչ, նա նաև շատ խիստ վաստակավոր մամա է։ Խոսքս սիրված երգչուհի Իրինա Հարությունյանի մասին է։ Իրջան, ողջույն։ Ողջույն, Զինջան։ Մի քանի օր առաջ ամբողջ շոու բիզնեսը խառնվել էր իրար։ Տենց մի հատ ադատ կա, երևույթ, երբ որ մի երգիչ կամ երգչուհի տեսահոլովակ կա ունենում, նախ չգիտես ինչու բոլորը coming soon-ն են տարածում, հետո տարածում են որպես շնորհավորանք, ասենք տվյալ երգչի տեսահոլովակը։ Քաղաքի կեսին զանգահարեց եւ ասեց ինչու ինձ մոտ story բաշնում չկա Իրինա Հարությունյանի տեսահոլովակը։ Ձին ինչ ա եղել որ դու Իրայի տեսահոլովակը քեզ մոտ չես դրել, չես շնորհավորել նաեւ Ինան։ Իսկ ես ասում եմ, որ ինձ մոտ միշտ լինում է առաջի եթերայինը, հենց դա է լինում է ինձ մոտ որպես շնորհավորանք։ Եվ ես իզուր չէ, որ որոշել է հենց այսօրով լիներ հենց ինքը ինձ մոտ տաղավարում, որտեղ ամենամեծ ասելիքը Իրինան էլ կունենար։ Իրջան դու էլ ես շոկ ապրում, որ չէի շնորհավորել։ Դե դու որ ինձ ասեցիր արդեն մենք պետք է եթերում հանդիպենք։ Հա։ Գցեցի, այո, ես արդեն հասկացա ինչն էր պատճառը, թե չէ ես էլ էի իմ մեջ մտածում։ Փաստորեն ամբողջ քաղաքի կեսի մեջ։ Գիտես ինչն է հաճելի, որ փաստորեն հետևում են թե ես ում եմ ցույց տալի, ինչ եմ ասում, երբ փաստորեն դա մարդկանց նաև ապրելակերպ է, հասկանում ես։ Զինջան, իհարկե, միշտ էլ ազդեցիկ կանանց, հա, ինչպես վերնագրել ես այս խորագիր ես, հա, որոշել այս մեկ ամսվա հետ կապված, ազդեցիկ կանանց միշտ էլ հետևում են, այնպես չի, որ դա նորություն է քո համար, բայց իմ հետ էլ է լինում այդպիսի դեպքեր, երբ որ ես մտածում եմ, դե հա, երևի չեն նկատում կամ չեն այդքան շատ խոսում, հա, այդ մասին, բայց պարզվում է, որ շատ են հետևում եւ շատ են քննարկում եւ դա միայն ողջունելի է։ Ես ուզում եմ առիթը բաց չթողնելով շնորհավորել քո ապրիլի 7-ը Մայրության եւ Գեղեցկության տոնը, ինչպես նաեւ մեր հանդիսատեսի, մեր հեռուստադիտողի, մեր երկրպագուների, բոլոր սիրելի կանանց, մեր հայ կնոջը շնորհավորել այս գեղեցիկ տոնի կապակցությամբ մաղթում եմ որ մեր կանայք միշտ երջանիկ լինեն։ Ի վերջո, այսպիսի մի հատ խոսք կա, կանայք լինում են երջանիկ նման են լինում երջանիկ եւ բոլորը երջանիկ են, հա։ Իսկ դժբախտ կանայք լինում են փիլիսոփաներ։ Ահա։ Ես ուզում եմ, որ մենք չունենանք ընդհանրապես փիլիսոփա կանայք, այլ բոլորը լինեն երջանիկ, սիրված, գնահատված, խնամված, գեղեցիկ, բարի, կամեցող, հա, այդպեսի կանայք եմ ուզում, որ մեր շրջապատում լինեն եւ ում հետ էլ որ շփվենք, բոլորը լինեն այդպեսին սիրված եւ գնահատված։ Այո, իսկ դա ամենաշատը գալիս է տղամարդկանցից բնականաբար, ես հասկացել եմ, որ կնոջ տրամադրությունը, այսպես ասած, կարող է փոխվել օրվա մեջ մի քանի անգամ այս տղամարդու պատճառով։ Ես քիչ կա այդպիսի բան, բայց ես նաև հորդորում եմ մեր կանանց, որպեսզի իրենք իրենց այնքան սիրեն եւ գնահատեն, որ փորձեն իրենց տրամադրությունը կախված լինի միայն նրանցից։ Ինքդ քեզանից, երբ որ դու կարողանում ես քո տրամադրությունը ստեղծել, քեզանից, քո մտքերից եւ քո ստեղծագործելուց, այդ ժամանակ դու կարողանում ես նաև ինչ որ մի ձև թելադրել տղամարդուն, այսինքն տղամարդուց կարող է լինել, տղամարդու տրամադրությունը կարող է կախված լինել քեզանից։ Այսինքն մենք ինքներս կառավարենք տղամարդու տրամադրությունը։ Այնպես չի, որ տենց էլ չի, բայց հակառակն էլ է շատ լինում։ Ես գիտեմ, որ մեկ որ խեղտում է սերը, այսպես ասած, եւ շատ կանայք վախենում են կորցնելուց, նրանց տղամարդու մի փոքր վատ խոսակցությունը, չգիտեմ,
չենք մտնում տղամարդու, այսպես ասած, նաև այդ պահի վիճակի մեջ, չենք հասկանում նրա հետ ինչա կատում, եթե վատ է խոսում, միանգամից անդրադարձ ենք անում իր վրա, իմ շրջապատում շատ կան տենց կանայք։ Ես չգիտեմ, այդ նրանից է որ տանն եք շատ նստած զբաղվածություն ա պետք ցես։ Ու մի քիչ էլ տենց շատ մոտ լինելն էլ է արդեն հոգնածություն առաջացնում, ոնց որ վատ բաներ եմ սկսել կարոսել եթերում արդեն։ Համենայն դեպս լավից ենք խոսում։ Իրինա Հարությունյանը լինելով նաև ոչ միայն ազդեցիկ արվեստի ներկայացիչ, այսօր կարող է հստակ ասել, որ ունի մեծ երեխաներ, որ նաև կառավարում են քո բիզնեսը։ Սկսենք աղջկանից հրաշք։ Ես իհարկե շատ եմ հպարտանում եւ ուրախանում այդ փաստով, հպարտանում եմ նախ իմ երեխաներով, հետո ինքս ինձանով, որ կարողացել եմ նման երեխաներ դաստիարակել, քանի որ նրանք շատ հավաքված մտքերով իրենց արդեն ավելի հասուն մտածելակերպ ունեն, ավելի խելացի, չնայած խելացիությունը այնպես չի, որ դաստիարակությունից է գալիս, դա բնածին է կամ լինում է կամ չի լինում ըստ ինձ, նույնիսկ ուսման հետ կապ չունի լինել խելացի, դա չի նշանակում լինել կրթվածը մի քիչ այլ բան է։ Տարիների ընթացքն է դա։ Խելացի լինում է մարդու IQ-ն կամ կա կամ չկա։ Ես շատ ուրախ եմ, որ ունեմ նման երեխաներ եւ հպարտանում եմ նրանցով։ Եթե դուք չգիտեք, ասեմ, որ հենց հիմա Մայրաքաղաքում կա Վուֆի կենտրոն, այո, կենթանիների, հա, որը իմ համար թիվ 1-ն է, որովհետև այնտեղ ոչ միայն կենթանին խնամում են, հա, դաստիարակում են, այնտեղ կա մանկապարտեզ նախանձելի, հոթել, եւ մենք ունենալով տունը շուն, իր այսպես ասած խնամքի կենտրոնը Վուֆին է, եւ այդ ամբողջ կենտրոնը, որը կենթանիների լեզուն հասկացող է, չգիտեմ, բացատրողը Իրինայի դուստերն է, եթե դուք մտնեք Վուֆի կենտրոն, այնպես ինքերուս բերե նստացել եմ այստեղ գովաբանում եմ, ես չէի իմանում անկեղծ ասած, բայց մանորը որ դա քո աղջիկն է, երասո որ տենց է։ Ու ինքը այնպեսի բառեր էր օգտագործում տերմիններ, այ բալամ, ինչ ես խոսում։ Ես չեմ հասկանում։ Հետո հասկացա, որ դա այն տերմինները, որ պետք է ներկայացնի, ասենք, շուն կամ կատու ունեցողը հիմա նոր սկսում եմ հասկանալ, թե երեխեն ինչի մասն էր խոսում։ Ու ես գիտեմ, որ նաև ասա, որ նաև քո շուն ունենալը հենց ծերտ կապված էր Վուֆի հետ։ Մի այլացը, այդ ինչ արեց, չնայած մեկ-մեկ սկսել եմ նեղվում այդ շուն ունենալուց տունը փոքր է, ասում էի, դե լավ Վուֆի կա, որտեղ գնամ կտանեմ այնտեղ, հիմա իսկապես ես էլ եմ կապվել, դա շատ վատ բան է, կապվելը շատ վատ բան է։ Այս բոլորը ուզում եմ ամփոփել մեկ այլ թեմայով։ Հիմա լինում են օրեր, որ օրինակ երեխաներդ քեզ դաս են տալիս։ Մամ, տենց մի արա, իսկ այդ մի հագի, այդ մի երկի, տենց ոնց է լինում։ Մենք առհասարակ մեր զրույցները տենց թելադրանքի հետ կապված չեն, մի արա, ես ոչ ասում եմ իմ երեխաներին, ոչ նրանք ինձ։ Հա։ Մենք առհասարակ քննարկումներով եւ խորհուրդներով եւ ինչ որ ինֆորմացիայի փոխանակումով տենց այդպես ենք շփվում։ Ոչ թե ասում եմ մի արա կամ իրանք ինձ կարող են ասել մի արա, գիտես, ասենք կարող ասի աղջիկս մամ, գիտես, այ այսպես որ անես, այս դեպքում այս ինչ որ մի բան է, այսպես կլինի։ Եվ ես իհարկե շատ ժամանակ սկսել եմ հետևել նրա խորհուրդներին, որովհետև կարծում եմ, որ նոր սերունդը ավելի խելացի է։ Մեր սերունդից։ Ինչ թվում է հակատենց բան։ Այդպիսի բան կա անպայման։ Շատ լավ։ Ես մի քանի հարցեր ունեմ, որ նաև այն կանանց եմ տվել, որ ցանկացել եմ, եւ նաև ուզում եմ այս հարցերի պատասխանները քեզանից էլ ստանալ։ Դու մեզ համանում ես թույլ սեր կանանց։ Ես բազմիցս ասել եմ, որ մենք ենք ուժեղ սերը եւ գեղեցիկ սերը դա տղամարդիկ են։ Ինչի եմ դա ասում։ Ախ, որովհետև բնության մեջ, եթե նայում եք նույնիսկ կենթանիների մեջ, հա, գեղեցիկը առյուծն է, ավելի ворցը, քան էգը, չէ՞, այդպես։ Կամ նույնիսկ թռչունների մեջ ворցը ավելի սիրամահավքը, չէ՞, կամ ակլորը ավելի գեղեցիկ են, քան
Ասենք հավը։ Լավ։ Մի խոսքով դրա համար ես համաձայն չեմ եւ նաեւ ուրիշ այստեղ բան կարող եմ նաեւ ավելացնել, որ հոգեպես ինչքան էլ որ տղամարդիկ ասում են մենք ուժեղ ենք, բայց նրանք չեն կարողանում պատկերացնել, թե ինչ դժվար է երեխա ծնել, մեծացնել, հենց ծնել եւ կրել իր մեջ երեխա։ Դա միայն դա արդեն կնոջը սարքում է շատ Ամենաուժեղը։ Այո։ Որ 7 հաշճանդակություն են ունենում, թե ոնց են պարկում ու տնքում, տղամարդիկ, այդտեղ արդեն հասկանում ենք, որ մենք էլ ենք ուժեղ սեր իսկապես։ Շատ լավ։ Իսկ Իրինայի ամենամեծ վախը իրականություն դարձել է, թե ոչ։ Փառք Աստծո ոչ եւ ես կարծում եմ չի դառնա։ Բայց ունես տենց վախ քո սրտում։ Ես վախենում եմ հարազատների կորստից։ Հա։ Կորստից ես վախենում։ Այո, Շատ լավ։ Իսկ քեզ համարում ես դու պայքարող տեսակ իր։ անպայման։ Իսկ եթե մի քիչ ավելի անձնական գնանք, ուզում հասկանալ տանը ձայն բարձրացնողը դու ես, թե ցածր ձայնով մի հատ նախադասություն ես ասում, բոլորը ընկնում է տեղը։ Որն է քոնը իր։ Ես գիտեմ, որ մտորելու տեղիք տվեցիր, իհարկե լինում են ժամանակներ, երբ որ կարողանում եմ ձայնս բարձրացնել, բայց հիմնականում ցածր ձայնով եմ խոսում։ այսինքն հանգիստ, բայց մի հատ բան ես ասում, դաղվում են։ Հասկացա։ Իսկ եթե ես ընկերներին հարցնեմ, ասեմ, ինձ մի քանի նախադասությամբ կբնութագրեք Իրինային, ինչ կասեն Ես այդպիսի էքսպերիմենտ արել եմ ինքս իմ համար, ասել եմ կբնութագրես ինձ որպես մարդ, 99% առաջինը ասել են ուժեղ, երկրորդ բնութագրող ինձ խոսքը եղել է ուժեղ եւ հավատարիմ, հա։ Ես շատ եմ գնահատում հավատարմությունը, շատ։ Իսկ քո շրջապատում բոլորն են հավատարիմ, թե արդեն գիտես ով կա հավատարիմ։ Ես գիտեմ իմ շրջապատող մարդկանց ես բոլորին շատ լավ ճանաչում եմ եւ ընդունում եմ այնպիսին, ինչպիսին նրանք կան, բայց դավաճան տեսակներ չունեմ եւ չեմ պահում իմ շրջապատում այդպիսիներին։ Շատ լավ, իսկ երբ որ բացահայտվում է, ինչ ես անում։ Ցավում եմ։ Ցավում ես։ Այո։ Հույսով եմ իրանց համար, ոչ թե քո։ Նաեւ իրանց համար եմ ցավում։ Օրվա մեջ քանի անգամ քո տրամադրությունը կարող է փոխվել։ Մի քանի։ Իրականում շատ կարող է փոխվել։ Ես չնայած ասեմ, sense կտրուկ անիմաստ փոփոխություններ չեն լինում, բայց մի փոքրիկ բանը կարող է ազդել իմ տրամադրության վրա, չնայած որ դա ես ցույց չեմ տալիս իմ շրջապատին, իմ տրամադրությունը կարող է ազդել մարդկանց վրա այն ժամանակ, երբ որ շատ վատ եմ լինում, բայց հիմնականում ցույց չեմ տալիս իմ էմոցիաները, միայն դրական էմոցիաներն եմ ցույց տալիս։ Շատ լավ, վերջերս էմոցիաներդ քո ցույց տվեց story-ով Ինա Կարապետյանը, թե դու ոնց ես հեռախոսազանգ ուղակի լսում ու գնում, տենց հա հենց իր։ Հիմնականում այո, Փոխում ես Ինայից։ Ինչներ է հետաքրքիր, որ նույնիսկ երեխաներս ասում են, «Ա ճիշտ է ասում»։ Նման է, ինչ նման է արև։ Դե չեմ բացառում, որ տաղանդավոր է եւ Copy paste-ը երևում է։ Բայց դե Չէ, իրականում դերասանուհին պետք է ունենա այնպիսի մի հատ ձիրք եւ շնորհք, որ ինքը ամեն ինչ նկատի, որ կարողանա կերպարներ կերտել։ հա Եվ դա Իրա մոտ լավ է շատ ստացվում։ լավ է ստացվում։ Երբ որ այն թեման ուզում եմ փակել, որ ասում են ընկերները բնութագրեն Իրինային, ես մի նախադասությամբ այս թեման փակեմ։ Եղել է հարց պատասխան թեմաներ եւ որ ես մինչեւ քեզ զանգահարելը ուզում եմ իմանամ, թե դու ինչ պատասխան ես տվել, որ հետո որ անակնկալի չկամ էլի, ու իմ համար հետաքրքիր է լինում, թե Իրան այդ պահին ինչ պատասխան է տվել, դե երկրորդ, այսպես ասած, մասը Ինայի ցույց տված, Ինան սենց անում, ասում եմ, դե շրջապատը ամբողջ է, քաոս վիճակ է, բայց Իրան հեռախոսի մեջ է, մի հատ կողքանը, մի հատ էլ էս կողքանը, Իրան հայլու մեջ է նայում, story անում, եւ էլ ոչ մի բան չի ասում, ու մենք դրանից վախենում ենք։ Հետո արդեն ուզում ենք հասկանանք լրություն ինչ որ մի բան ասում է, թե պատրաստվում է Իրինայի մտքերը։ Հետո ոնց հասկանում եմ, դու ասում ես մի նախադասություն ցածր ձայնով,
ու այդտեղ լիքը մարդ գնում է ու դիմում է ստորագրում միանգամից, որ դուրս է գալիս շրջապատից։ Տենց է Կա ապրիմ աղջիկը փաստորեն լավ է ստացվում իր մոտ, բայց վախում եմ միտեղ իմը ցույց չտա, թե իմս ոնց է, ի տարբերություն քեզ իմը տենց չի։ Շատ լավ։ Եվս մի երկու հարց եւ անցնում ենք նաեւ տեսահոլովակին։ Մեկ ամսվա ընթացքում ես ուզում եմ հասկանալ, Իրինան ավելի շատ նվերներ ստացել է թե բաժանել է։ Երկուսն էլ։ Որովհետև օրինակ Սոնյան ինձ մոտ տաղավարում էր, ասաց, այս տարի մի տեսակ կանանցից եմ շատ նվեր ստացել։ Նեղված էր։ Կա այդպիսի բան, այո։ Մենք մեզ ավելի շատ ենք, չէ՞, կանայք ավելի շատ են, չէ՞, նվեր տալիս։ Ես միշտ էլ նկատել եմ դա, որ կանայք ավելի շատ են, նույնիսկ կարեկցում քեզ, նույնիսկ օգնում, նույնիսկ հասկանում են ժամանակ, երբ որ քեզ օգնություն է պետք, ավելի շատ կինը քեզ կհասկանա, քան տղամարդը։ Իմ կարծիքն է դա, իհարկե, բայց ես կարծում եմ ոչ միայն իմ կարծիքն է, այլև փաստ է։ Փաստ է։ Շատ լավ։ Իսկ հիմա այն տեսահոլովակը, որը շատ իմ նախագծին համահունչ մոտ է, առիթների հետ կապված, Իրինա Արությունյանը ինձ մոտ աղավարում Ջանջիգար իմ սիրած երգը երգեց աղջիկների հետ, որոշեց ունենալ պարային տեսահոլովակիր։ Ու փաստորեն դա տենց արագ ստացվեց, պատմիր ինձ։ Այսպես երգը Շարան է, ուրախ շարան, երկուս այսպես է կոչվում, մի քանի երգերի համադրություն է։ Եվ տեսահոլովակի հետ կապված շատ մտորումներ կար, թե ոնց կարելի է նկարել, հա, շատ էի մտածում այդ թեմայի շուրջ, վերջո հասկացա, որ պետք է անպայման պարային լինի տեսահոլովակը։ Դիմեցի մեզ շատ սիրելի Էլեոնորային, եւ ստացվեց այն ինչ ստացվեց, իսկ ինձ թվում է ավելի շատ պետք է հեռուստադիտողը դատի։ Այո։ Դրա համար ավելի լավ է դիտենք։ Շատ լավ, մի հարցից հետո։ Իր դու գնացել ես փորձի։ Անպայման։ Ինչ հաճելի է։ Մնացածը ջուր չեմ ծեծում։ Տեսահոլովակի պրեմիերա Իրինա Հարությունյան, իսկ նրան ուղեկցում են Level Dance-ի գեղեցկուհիները։ Սերանք է հակած կապած ալվան շորեր
Ինչ տեսահոլովակի պրեմիերա տեղի ունեցավ եւ վստահ կարող եմ ասել այս տեսահոլովակը բազմիցս կարող եք դիտել հենց մեր ծրագրի շրջանակներում, որովհետեւ տոնը շնորհավոր նախագիծը միշտ սիրում է այն երկերային տոնական դրամատրությունը, որ կարող ենք ստեղծել որպես փորձ անենք եթերում, որ առիթների ժամանակ ավելի լավ լինի։ Իրջան, շնորհավորում եմ հերթական անգամ։ Ասա որ սա ավելի լավ story է, քան այն story մեր մասին մտածողները, որ ասում են Իրինայի տեսահոլովակը Ձինա story չի դրել։ Ինձ համար խայտառակ հաճելի է լինում, երբ որ ես իմանում եմ, որ մի երգիչ կամ երգչուհի իմ ծրագրի շրջանակներում իրեն ավելի լավ է զգում պարույների հետ ու հետո որոշում է դա բերել նաև կյանքի կոչել նոր ծնունդ է, հա, նոր տեսահոլովակի։ Իսկ քանի որ մեզ մոտ ապրիլի 7 է, եւ ես որոշել եմ ամփոփել հենց քո օգնությամբ, հույսով եմ տեսահոլովակ կարող ենք ռեալ ունենալ րոպեներ անց, չէ՞։ Անպայման։ Կապահովենք։ Կա տենց բան կա։ Ես ունեմ քեզ համար բլից հարցադրում, որը նաեւ շատ ազդեցիկ կանանց եմ ուղղել, այսպես ասած, թեթև ճանաչենք ներքնաշխարհը։ Պատրաստ ես, երկար չմտածես։ Քեզ որ ծաղկին ես նմանեցնում։ Բարդ։ Սև թե սպիտակ։ Սպիտակ։ Դառը թե քաղցր։ Դառը։ Սուրճ թե թեյ։ Սուրճ։ Կոկտեյլ թե կոնյակ։ Իրականում ոչ մեկը ոչ մյուսը, բայց երևի կոնյակ։ Շատ լավ։ Փող թե սեր։ Երկուսն էլ։ Ապրես։ Քաղաք թե գյուղ։ Նայած ժամանակ։ Լավ, ֆիլմ թե ներկայացում։ Երկուսն էլ։ Հոկեբանի թե ընկերուհու մոտ։ Ինքդ քո մոտ։ Ապրես։ Ամառ թե ձմեռ։ Ձմեռ երևի։ Լուրջ ես ասում իրո։ Բացայտեցի։ Ոսկե թե արծաթ։ Ոսկի արծաթ։ Երկուսն լավ։ Նախընտրած կենաց։ Ընկերների կենացը։ Հայկական թե այլ խոհանոց։ Հայկական միանշանակ։ Աստծուց շատ խնդրում ես թե շնորհակալ ես լինում։ Շնորհակալ եմ։ Եթե չլինի կինն ու գինին, ապա ինչ կլինի։ Գինը եթե չլինի, ոչ մի բան էլ չի լինի։ Վերջացավ, գինին ընդհանրապես թեմայի մեջ չի։ Գինին պետք չի լինի օգտագործել։ Շատ լավ, եւ TV թե հեռախոս։ Հեռախոս երևի։ Վերջի օրցին հույսով երկրորդ չես մտածի։ Նախընտրած հեռուստահաղորդավարուհի Զինա Հակոբովնա։ Սիրելի։ Մամաս ասում է ինչ ես դու բոլորին ստիպում որ քո անունը տան, ասում բայ մոտ եթեր են եկե։ Չիմանամ ում են հավանում, ում են սիրում։ Չէ, իրականում Զինա Հակոբ։ Շնորհակալ եմ Իրջան։ Իսկ մենք ունենք եւ օրվա հոբելյարներ եւ մեկամսյա կամ փոփիր խնդրում եմ քո ազդեցիկ շնորհավորանքով տեսախցիկին նայելով։ Շնորհավորում եմ միամսյակի ավարտը, հա, այո, ասեմ։ Ապրիլի 7-ն եմ շնորհավորում եւ ինչպես ասեցի, ցանկանում եմ բոլորին սեր, երջանկություն, ուրախություն, բավարարվածություն հոգեպես եւ ամենալավ բաները։ Սիրելիներս, համբուրում եմ ձեզ, ուզում եմ որ միշտ լավ լինեք։ Ապրես, շատ շնորհակալ եմ։ Իր դու հայկական ապրանքանիշների ծանոթ ես։ Որոշ չափով Այո։ Մեր գործընկերն է հայկական Վիստոսո ապրանքանիշը, բացառապես դեռ կանանց մասին է մտածում, իսկ ես գիտեմ, որ դու քո մազերի գերին սիրում ես միշտ խնամված լինել, այնպես որ Վիստոսոն հատուկ քեզ համար է, խնամք է։ Ես ուզում եմ նվերը վերցնես եւ ինչու ոչ, նաեւ արձագանքիր։ Տեսնեմ ինչպես է, լավ է, վատ է, դուր կգա, թե ոչ։ Շատ շնորհակալ եմ, շատ իրականում անակնկալի է, կար Իրինա։ Շատ, իհարկե, ես չէի սպասում այսպիսի անակնկալի, ասեմ, որ շատ գովելի է, որ հայկական արտադրանք է եւ անկախ նրանից թե կհավանեմ թե չեմ հավանի, կարծում եմ ես կհավանեմ, որովհետեւ հայկականը ամենալավն է եւ դա պետք է լինի բոլորի համար այդպես։ Այո, սպառողը մենք հայերս լինենք։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ այսքանից հետո հարգարժան հոբելյարներ, կանայք, աղջիկներ, մեկամսյանքը ապոփում ենք, մոտ եք նստում, ձայնը բարձրացնում ենք, որովհետև Իրինա Հարությունյանն է ձեզ համար երգում Level Dance-ի գեղեցկուիների հետ։ Քեզ եմ հիշել, ոնց եմ ուզում քեզ տեսնել կրկել,
Մեկ վարկյան շուտ հեռանամ չլինեմ քո կողքին չեմ տալու էլ սիրտը իմ ոչ ոքի Մեկ վարկյան շուտ հեռանամ չլինեմ քո կողքին չեմ տալու էլ սիրտը իմ ոչ ոքի Մի կտոր սերեր ինձ հարկավոր Չհանես ինձ հանկարծ մեղավոր Հեռանամ հեռուներ հեռավոր Համար եմ ինձ մենավոր Մի կտոր սերեր ինձ հարկավոր Չհանես ինձ հանկարծ մեղավոր Հեռանամ հեռուներ հեռավոր Համար եմ ինձ մենավոր Սերս թող մնա ինձ հետ Բայց դու գնա քեզ չտեսնեմ Գնա քեզ չհիշեմ անցյալից Սերս թող մնա ինձ հետ Բայց դու գնա քեզ չտեսնեմ Դու գնա քեզ չհիշեմ անցյալից Մի կտոր սերեր ինձ հարկավոր Չհանես ինձ հանկարծ մեղավոր Հեռանամ հեռուներ հեռավոր Համար եմ ինձ մենավոր Մի կտոր սերեր ինձ հարկավոր Չհանես ինձ հանկարծ մեղավոր Հեռանամ հեռուներ հեռավոր Համար եմ ինձ մենավոր Քեզ հավատալու համար սիրել է պետք Սիրելու համար ինձ սիրտ է պետք Իսկ ես անսիրտ վիրավոր թրջուն եմ